Հանցանքի հետքով ծրագրի կարևոր է իմանալ էջում, այսօր խոսելու ենք նախաքննական գաղտնիքի և նախաքննական գաղտնիքը հրապարակելու անթույլատրելիության մասին։ Այսօր իմ հյուրն է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, փաստաբան Սամվել Դիլբանդյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ արդեն երկրորդ անգամ մեր հրավերն ընդունելու և մեր հաղորդումը էլ ավելի տեղեկատվության առումով թանկ և կարևոր դարձնելու համար։ Ես էլ եմ շնորհակալ երկրորդ անգամ մասնակցելու, իրականում թեմաները, որոնք որ ձեր կողմից ընտրվել են, բավականին հետաքրքիր են, կենսունակ են եւ մեր հանրության համար դրանք շատ կարեւոր են, որովհետեւ հանրությունը իրազեկված լինի կոնկրետ իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, որովհետեւ կյանքում կարողանան ճիշտ ձևով իրականացնել իրենց տեղեկացված լինեն եւ երաշխավորված լինի իրենց իրավունքների պաշտպանությունը։ Մեզ համար շատ կարևոր էր այս էջի սկսումը, որովհետեւ շատ հաճախ մեզ դիմում էին քաղաքացիներ, ովքեր պարզապես խորհրդատվության կարիք ունեին իրավիճակի հետ կապված։ Եվ որքան որ հարցերը շատանում էին, այնքան հասկանում էի, որ թեմաները շատ հաճախ կրկնվում են եւ կարիք կա, որպեսզի քաղաքացիները թեկուզ մեկ թեմայի շրջանակում իրենց ուզող հարցերի պատասխանը ստանան լավ մասնագետների կողմից եւ կարողանան ճիշտ պահին ճիշտ կողմնորոշվել։ Այնպես որ այս պահին առաջարկում եմ դիտել տեսանյութը եւ հասկանալ, թե այս անգամ քաղաքացին ինչ խնդիր է ներկայացնում։ Խնդրեմ։ Երկար ժամանակ ուզում եմ դիմել լրատվական միջոցներին ու գործի շրջանակներում, բայց փաստաբանից թույլ չի տալիս, մեկնաբանելով, որ դա կվնասի նախաքննական ընթացքին, որը որ պատասխանատվության կենթարկի փաստաբանին, որպես փաստաբան չի թույլատրվում։ Ուզում եմ ճիշտ ասած իմանամ, նախ կասկածում եմ, որ այն փաստաբանը կապված է ինչ-որ նախաքննական այդ գործերի հետ, այս քննիչների հետ, եւ ամենառաջին հերթին ուզում եմ իմանամ, արդյոք ճիշտ է ասում, եթե փաստաբանս ինքը սահմանափակ իր աշխատանքի մեջ կարող է իրավունք ունենալ այս գործի շրջանակներում ինչ-որ բաներ բացաձայնել, եթե այո, ճիշտ ասած ես բան չունեմ ասելու, եթե ոչ, իմանամ իմ հետագա անելիքները։ Իրականում ուզում եմ անդրադառնալ նաև հենց այն հարցին, որ շատ ժամանակ հենց այդ նախաքննական գաղտնիք չհրապարակելու արգելքը փաստաբանին լրացնելու գործիք կարող է լինել ինչ-ինչ գործերով։ Չէ, ես չէի ուզում այդ մեկնաբանեի, որ դա փաստաբանին լրացնելու որպես գործիք է, ուղղակի նախաքննությունը որպես այդպեսին ինքը ենթադրում է որոշակի գաղտնիություն, որովհետև նախաքննության ընթացքում քննիչը նոր սկսում է ապացույցներ ձեռք բերել, բնականաբար այդ ապացույցներ ձեռք բերելու այդ ամբողջ process-ը ինքը ենթադրում է որոշակի գաղտնիություն, որովհետև եթե այդ ամենը, ասենք, իրականացվի այնպես ինչպես դատարանում է իրականացվում հրապարակային, բնականաբար այն խնդիրները, որոնք որ նախաքննության մարմնի առջև դրված է հանցագործությունը բացահայտելու հետ կապված, այդ խնդիրները հնարավոր չի իրականացնել։ Ուղղակի այստեղ խնդիրը կայանում է։ Արդյոք ամեն ինչն է գաղտնիք, թե պետք է հստակ սահմանվի, թե որ տեղեկատվությունն է գաղտնիք պարունակում։ Այս դեպքում ստացվում է, որ հանրությունը, ով շահագրգռված է կամ հետաքրքրված է որևէ հանրային հնչեղություն ունեցող գործով, ստիպված է սպասելու մինչ նախաքննական վերջ։ Այս դեպքում հրապարակայնությունը, թափանցիկությունը, այսինքն այս բոլոր սկզբունքները մի կողմ ենք թողնում եւ այսպես վերևում որպես բարձրագույն շահ դնում նախաքննական գաղտնիքը։ Ճիշտ եք ասում, այս խնդիրը ես նշեցի, որ կա, իրականում հանրությունը պետք է իրազեկված լինի կոնկրետ որոշակի գործերի քննության ընթացքի վերաբերյալ, դա հանրության կարևորագույն իրավունքներից մեկն է իրազեկվածությունը։ Նորից այստեղ խնդիրը գալիս է հանրային ու մասնավոր շահերի բախումներին, բայց դե բոլոր դեպքերում պետք է նշենք, որ նախաքննության մարմինը, որը իրականացնում է գործի քննություն, ըստ էության այդ գործիքակազմը զգուշացնելու նախաքննության տվյալների հրապարակման հետ կապված պետք է իրականացնի ոչ թե ամեն անգամ յուրաքանչյուր գործով ու առանց որևէ պատճառաբանության, այլ դրա համար պետք է լինեն որոշակի հիմքեր։ Այսինքն նորից էլի ուզում եմ անդրադառնամ մեր նոր քրեական դատավարության օրենսգրքին, որը որ կոնկրետ իրավական կարգավորում է տալիս նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության վերաբերյալ, այդ հոդվածում շատ կարևոր երաշխիք է նախատեսած, դա այն է, որ սահմանված է այն հիմքերը, որոնք որ
վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն են տալիս նախազգուշացնելու վարույթի մասնավոր մասնակիցներին չհրապարակելու այդ տվյալները։ Այսինքն մասնավորապես օրինակ, եթե դա վերաբերում է պետական կազմիկ պարոն բովանդակող նյութերին, եթե դա վերաբերում է անձի մասնավոր կյանքին վերաբերող տվյալներին, եթե դա այդ տեղեկության հրապարակումը կարող է ծանր հետևանքների հանգեցնել, եթե դա անհրաժեշտ է գործի պատշաճ քննությունը իրականում ապահովելու համար, ուրեմն այդ դեպքում այս սահմանափակումը կարող է կիրառվել։ Եվ երբ որ վարույթի իրականացնում սահմանափակումը վերաբերելի է բոլոր դեպքերին։ Չէ, երբ որ որոշում է կայացնում, բնականաբար այդ որոշման մեջ ինքը պետք է հիմնավորի, կոնկրետ հիմնավորի, թե ինչով է պայմանավորված, ուրեմն այդ սահմանափակումը կամ օրինակ ասենք ես որ շատ դեպքերում մասնակցում եմ, կոնկրետ ասում եմ, որ ինձ ասեք, թե որ տեղեկություններն է, որ ես իրավունք ունեմ չհրապարակելու, այսինքն դա պետք է որոշակիություն լինի։ Ընդհանուր, որ դու իրավունք չունես ոչ մի բան հրապարակելու, դա չի բխում այդ հրապարակայնության սկզբունքի կիրառման հնարավորությունից։ Այսինքն փաստաբանը պետք է պահանջի պաշտպանը, թե կոնկրետ խոսքը որ տեղեկության մասին է, եւ հրաժարվել ստորագրել այն փաստաթուղթը, որը վերացական է։ Այսինքն վարույթ իրականացնող մարմինը ինքը պետք է կոնկրետ իր որոշման մեջ նշի, որ այս տեղեկությունները դու իրավունք չունես հրապարակելու։ Այսինքն դա սա ավելի առարկայական է դարձնում եւ անձին հնարավորություն է տալիս ինչ անելու, որոշակի հրապարակումներ անելու։ Իրականում այս տեսանկյունից փաստաբանական համայնքը բավականին կաշկանդվածության մեջ են։ Ինձ էլ մեկ որ իմ վստահորդներն ասում են մամլո ասոլիս կազմակերպեն, գործի ընթացքին վերաբերյալ տեղեկատվություն տանք եւ այլն։ Ես էլ եմ մի փոքր այդ անորոշության մեջ ինչ որտեղ զգաստանում ես, որ հանգարց այնպես տեղեկություն չլինի, որ եթե ընդհանուր ձևով է նախազգուշացում եղել, հիմա ինչ էլ հրապարակես, բնականաբար դա հանգեցնելու է, բայց որպեսզի պաշտպանը իրեն ապահովագրի, յուրաքանչյուր պաշտպան այդ փաստաթուղթը ստորագրելուց պետք է ոչ թե մեխանիկորեն կարդա ստորագրի, ասի խնդրում եմ, ասեք կոնկրետ ինչ տեղեկատվություն է, որ ես իրավունք չունեմ հրապարակելու, որպեսզի ես իմանամ այն տեղեկատվության ծավալը, որը որ ես անհրաժեշտության դեպքում կարող եմ հրապարակել, որովհետև այս տեսանկյունից բավականին անհավասար վիճակում է հայտնվում, նայեք, մեղադրյալը, իր պաշտպանը ու քրեական հետապնդում իրականացնող մարմինը։ Քրեական հետապնդում իրականացնող մարմինը իրավունք ունի ցանկացած բնույթի տեղեկատվություն հրապարակելու, նույնիսկ կարող է ցուցմունքները, ծայնագրություններ հրապարակեն, ինչպես որ հիմա արվում է, որը որ ըստ էության հակասում է նաև ամեղության կանխավարկածի սկզբունքին, որովհետև դու իրավունք չունես կոնտեքստից ցուցմունքի միտքը ինչ որ միտեղից կտրես, հրապարակես հանրությանը ինչ-որ մի բան ցույց տաս, բայց այդ ծայնագրության, այդ ցուցմունքի ամբողջ բովանդակությունը կարող է բոլորովին այլ բանի մասին է խոսում։ Եվ երբ որ այդ կիսատ ինֆորմացիան հանրությանը հրապարակվում գեներացվում է, ինքը լուրջ անձի իրավունքների սահմանափակման, ամեղության կանխավարկածի սահմանափակման խնդիր է առաջանում, որտեղ ամեղության կանխավարկածը անձին հռչակում է անմեղ, իսկ նախաքննության մարմինը տվյալ անձին հնարավորություն չտալով իրականացնել հանրությանը իրազեկելու կոնկրետ իր ամեղ լինելու հանգամանքը, որովհետև դա շատ կարևոր է իր համար, որպեսզի հանրությունը հասկանա, թե իրականում ինքը որևէ առնչություն ունի ընդհանրապես, կամ այն կտրված հատվածը, որը որ ներկայացվել է, դա մոնտաժված է, մոնտաժված չի, կամ կոնտեքստից է կտրված, մտքի շարունակությունը չկա, չգիտեմ եւ այլն եւ այլն։ Փաստաբանը կարող է հրաժարվել առհասարակ ստորագրել այդ փաստաթուղթը։ Ես եղել է որ դեպքեր, որ հրաժարվել եմ, բայց ըստ էության որպես այդպեսին ինքը պարտականություն է գնում, հրաժարվում ես այն դեպքում, եթե դու պատճառաբանում ես, նշում ես, որ կոնկրետ ինձ մանդանշեք, թե տեղեկատվության որ հատվածն է, որ ես իրավունք չունեմ հրապարակելու, ինչի մասով ես իրավունք չունեմ հրապարակելու, եւ եթե ես այս մասը հրապարակելու իրավունք չունեմ, բնականաբար մնացած ինֆորմացիան տեղեկատվությունը ես իրավունք ունեմ տալու։ Օրինակ ասենք, եթե խոսքը վերաբերում է իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքի ընդհանուր բնույթի մասին, դրանք կարող է ինքը հրապարակել, եթե խոսքը վերաբերում է կոնկրետ ապացույցների վերաբերյալ տեղեկատվությանը, բնականաբար այստեղ սահմանափակումը կա, եթե սահմանափակումը տրված է, որ դա
խոչընդոտ չհանդիսանա գործի քննությանը, ըստ էության այդ ապացույցները ինքը չի կարող հանրայնացնել։ Որոշակիորեն անդրադարձանք ներկայացված խնդրին, ուզում եմ այն կարևորագույն քայլերը, որոնք անհրաժեշտ է այս պարագայում ձեռնարկել, թե փաստաբանի, թե մեղադրյալի կամ իր ազգականների կողմից թվարկենք։ Այսինքն անձը, ով ունի իր նկատմամբ հարուցված գործի կամ իր նկատմամբ սկսված վարույթի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն հաղորդելու կոնկրետ իր իրավունքների մասով, այսինքն ոտնահարվել են իր իրավունքները կամ չգիտեմ, որոշակի գործընթացներ են ընթացել, որոնք սահմանված կարգով չեն ընթացել եւ ուզում է բարձրաձայնել, բայց կաշկանդված է որպես այդպիսի նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը չհրապարակելու այդ փաստաթղթով։ Ինչ կարող է անել քաղաքացին այդ դեպքում, ինչ կարող է անել փաստաբանը, որովհետև ինչպես նկատեցինք, քաղաքացին մեղադրանքի սլակն ուղղում է դեպի փաստաբանը եւ կարծում է, որ կա համագործակցություն նախաքննական մարմնի եւ փաստաբանի միջեւ, որ փաստաբանը չի համաձայնվում բարձրաձայնել կատարված խախտումների մասին։ Գործիքակազմը, որը որ օրենսդրությունը ինչ գործիքակազմ է նախադեсում դրա հետ կապված, դա մասնավոր անձի բողոքարկման իրավունքն է, որ մասնավոր անձը կարող է վարույթ իրականացնող մարմնի, այսպես ասած, վարութային գործողությունները բողոքարկել հսկող դատախազին, կարող է բողոքարկել, հետո շարունակել դատական կարգով, բայց կոնկրետ նաև բողոքարկման հիմքում պետք է դրվի այն հանգամանքը, թե կոնկրետ ինչու համար է բողոքարկվում, ինչ խնդիր է ինքը տեսնում ըստ էության իր իրավունքների սահմանափակման տեսանկյունից։ Եթե վարույթ իրականացնող մարմինը իր որոշման մեջ կոնկրետ սահմանափակման որևէ, այսպես ասած, հիմքեր չի դնում, որը պետք է նաև պատճառաբանի, կապված օրինակ ասենք պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, որը որ չպետք է հրապարակվի, ընդհանրենք ասենք զինվորական գաղտնիք է, պետական գաղտնիք է, դա կարող է լինել բժշկական գաղտնիք, անձի մասնավոր կյանքին վերաբերող գաղտնիք, կարող է նաև տեղեկատվություն լինի, որը որ հետագայում դրա հրապարակումը կարող է նաև հանգեցնել այլ բացասական հետևանքների, նաև այս իրավիճակը կարող է լինի։ Եթե նման հիմքեր, սահմանափակումներ չկա, ուղղակի քննիչը մի հատ արձանագրությունը տալիս, ասում է ստորագրի, որ դու տեղեկացված ես նախաքննության տվյալները չհրապարակելու վերաբերյալ, ինքը ուղղակի կարող է իր պատճառաբանություններով այդ արձանագրության տակ գրի, որը ինքը չի ստորագրում, իր համար հասկանալի չի, թե կոնկրետ ինչ տեղեկատվություն ինքը իրավունք ունի ինչ անելու հրապարակելու եւ որ տեղեկատվությունն է, որ ինքը իրավունք չունի հրապարակելու։ Սա է խնդիրը։ Այն որ սահմանափակումը կա, դա օրենքի դաշտում է, բայց այդ սահմանափակումը չպետք է կամայականություն լինի։ Այսինքն նախաքննության մարմինը ինքը պետք է կոնկրետ հասկանա, թե այդ ինֆորմացիան, որը որ կա, որ մասով անձի իրավունքները կսահմանափակի տեղեկություններ հրապարակելու տեսանկյունից, այլ որ տեղեկություններն են, որոնք որ սահմանափակման ենթակա չի եւ անձը իրավունք ունի հանրությանը տեղեկատվություն տալու։ Մի փոքր խոսենք ժամկետների մասին, այսինքն նախաքննության ողջ ընթացքում սահմանափակումը գործում է, թե նաեւ այդ որոշման մեջ պետք է լինեն հստակ ժամկետներ։ Չէ, քրեական դատավարության օրենսդրությունը սահմանափակումները ըստ էության նախադեсում է քրեական վարույթի ողջ ընթացքում, այսինքն քրեական վարույթ նախաձեռնելուց հետո, երբ որ անձը որոշակի կարգավիճակ է ձեռք բերում, մեղադրյալի կարգավիճակ կամ տուժողի, չգիտեմ, որպես պաշտպան է մասնակցում վարույթին, այդ ամբողջ ժամանակահատվածում մինչև նախաքննության ավարտը ըստ էության այս սահմանափակումը որպես այդպեսին կիրառում է։ Շատ լավ։